Մի քանի ժամ առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հրամանագրով Գեորգի Կվիրիկաշվիլիին նշանակեց վարչապետի պաշտոնում։ Վրացական խորհրդարանը Կվիրիկաշվիլիին քվեների 86 կողմ 28 դեմ հարաբերակցությամբ վարչապետի պաշտոնում հաստատեց երեկուշ երեկոյան։ Մոտ 5 ժամ տևած բուռն քննարկումներից հետո վրացական լրատվամիջոցները սակայն նկատում են, որ ի տարբերություն իր նախորդի Իրակլի Ղարիբաշվիլիի նորանշանակ վարչապետը շատ ավելի հանգիստ էր պատասխանում նույնիսկ ամենակոշտ հարցերին։ Երբեմն ես տպավորություն եմ ստանում, որ մենք բոլորս գլադիատորներ ենք եւ մասնակցում ենք մի մեծ ներկայացման, որը մեր քաղաքացիները դիտում են հեռուստացույցով ամեն երեկո։ Ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Իմ համոզմամբ մեր գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հասարակության մեջ հանգստության եւ կայունության զգացման վերահաստատումը, հանրության քաղաքականացման մակարդակի նվազեցումը, հայտարարում էր Վրաստանի վարչապետը։ Կվիրիկաշվիլին նաեւ անկեղծորեն խոստովանում էր, որ Վրաստանում իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Իրոք, բավական դժվարին իրավիճակ է ստեղծվել երկրում։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն եւ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, հայտարարում էր Կվիրիկաշվիլին, մեկ անգամ եւս համոզմունք հայտնելով, որ այս փուլում կառավարության կազմում լուրջ փոփոխությունների կարիք չկա։ Հիշեցնեմ, նոր կառավարության կազմը մնացել է անփոփոխ, պաշտոններից չեն զրկվել անգամ ընդդիմության խիստ քննադատության թիրախ դարձած նախարարներ, ինչպես օրինակ հաշտեցման գծով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ում վրաց ազգայնականները հաճախ են մեղադրում ռուսամետ դիրքորոշման համար։ Հիշեցնեմ, Զաքարեիշվիլիի ամենաաղմկալի հայտարարություններից մեկը պնդումն էր, թե աբխազական երկաթուղու վերաբացումը ձեռնտու է նախ եւ առաջ վրացական կողմին։ Պարոն Պաատան մի շարք հետաքրքրական գաղափարներով է հանդես եկել եւ դրանք հարկավոր է լրջորեն քննարկել։ Ինչ վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրին, ապա մեր իշխանությունը շատ լուրջ պարտավորություն ունի ստանձնած ավարտին հասցնել հաշտեցման գործընթացը։ Մենք շարունակելու ենք պրագմատիկ քաղաքականություն իրականացնել թե Ռուսաստանի եւ թե գրավյալ տարածքների հարցում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ մենք չպետք է անտեսենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրացիներին ուղղված խորհուրդը։ Ուղղակի երկխոսության մեջ մտնել աբխազների եւ օսերի հետ, նշում էր Կվիրիկաշվիլին, դիմելով վրացական խորհրդարանի անդամներին։